Հարգելի դիտող, բաժանորդագրվիր ալիքին, որպեսզի բաց չթողնես աշխարհի ամենակարևոր լուրերը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նոր տեղեկություններ է հաղորդում։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օպերատիվ մարտավարական և բանակային ավիացիան գիշերը խոցել է Ուկրաինայի 62 ռազմական թիրախ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Գիշերվա ընթացքում օպերատիվ մարտավարական և բանակային ավիացիան հարվածներ է հասցրել Ուկրաինայի 62 ռազմական օբյեկտներին, այդ թվում 3 հրամանատարական կետ, հրթիռային և հրետանային զինատեսակների 2 պահեստ և վառելիքի պահեստ, ասել է նա։ Կոնաշենկովը նաև հայտնել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական զինուժը ոչնչացրել է 207 անօդաչու թռչող սարք, 1467 տանկ և 148 հրթիռային կայան։ Ընդհանուր առմամբ հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 207 անօդաչու թռչող սարք, 1467 տանկ և այլ զրահատեխնիկա, 148 բազմակի հրթիռահրետանային կայան, 573 դաշտային հրանոթ և ականանետ, ինչպես նաև 1262 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, ասաց նա։ Հաագայի դատարանը Ուկրաինայի հայցի բավարարելով քաղաքական որոշում է կայացրել։ Դատարանի հեղինակազրկման խնդիր է առաջացնում։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը օրերս բավարարել է Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի, կայացրել է որոշում միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ։ Մասնավորապես, դատարանը պահանջում է Ռուսաստանի Դաշնությունից անմիջապես վերջ դնել ռազմական գործողություններին, ինչպես նաև պահանջում է ապահովել, որպեսզի իր կողմից վերահսկվող ոչ կանոնավոր ջոկատները և կազմակերպությունները զերծ մնան հետագա ռազմական գործողություններից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն իսկ ողջունել է դատարանի որոշումը, նշելով, որ Ուկրաինան ամբողջական հաղթանակ տարավ արդարադատության միջազգային դատարանում։ Հիշեցնենք, որ Ուկրաինան շաբաթներ առաջ դիմել էր ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի վերաբերյալ կոնվենցիայի շրջանակներում ցեղասպանության մեղադրանքների առնչությամբ։ Հաագայի դատարանի այս որոշումը միանշանակ չի ընդունվում փորձագետների կողմից։ Հնչում են տեսակետներ, որ դատարանը վերազանցել է իր լիազորությունները և քաղաքական որոշում է կայացրել։ Այս առնչությամբ Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի երկրորդ փոխարինող անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը առաջին լրատվականի հետ զրույցում նշեց. «Ես ևս այն կարծիքին եմ, որ միջազգային դատարանը դուրս է եկել իր իրավազորության շրջանակներից, քանի որ ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի համաձայն դատարանը նման որոշում կայացնելու իրավական հիմք չուներ։ Այսինքն այդ որոշումը հիմնավորված չէ իրավական տեսանկյունից և այնտեղ քաղաքական տարրեր կան։ Եթե ժամանակ տրամադրենք ու կարդանք, կտեսնենք, որ այդ որոշմանը կողմ քվեարկած դատավորը ըստ էության նշում է, որ որոշումը սխալ է, բայց ինքը կողմ է քվեարկում։ Նա ընդգծեց, որ ինքն իհարկե ճիշտ է համարում, որ պետք է անհապաղ Ռուսաստանի կողմից դադարեցվեն ռազմական գործողությունները, պատերազմը, բայց դատարանի կողմից նման որոշումն ուղղակի դատարանի հեղինակազրկման խնդիր է առաջացնում։ Եթե դատարանն այդ աստիճան քաղաքականացվում է, հետագայում իր որոշումները հարգելու տեսանկյունից խնդիր է առաջացնում, իսկ դա նաև մեզ որպես պետություն պետք է անհանգստացնի, քանի որ մենք Ադրբեջանի դեմ հայց ենք ներկայացրել, ակնկալում ենք դրական որոշում։ Այդ առումով դատարանի հեղինակազրկումը մեզ բոլորովին ձեռնտու չէ, ասաց Արա Խզմալյանը։ Դիտարկմանը, որ եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվի դատարանը, ապա Ադրբեջանն արդեն իսկ պետք է ագրեսոր պետություն ճանաչված լիներ, նա արձագանքեց. «Մի սխալն իրականությունը չի փոխում։ Այս դեպքում կայացվել է քաղաքական որոշում։ Դա չի նշանակում, որ դատարանը պետք է աներ մի բան, որը չի արել Ադրբեջանի դեմ։ Հայաստանի հարցերով դատարանի որոշումները հիմնավորված էին, ակնկալելի էին, ողջամիտ էին։ Այն, որ դատարանը սխալ չի վարվել այն ժամանակ, իսկ հիմա սխալ է վարվել, դա չի նշանակում, որ այն ժամանակ էլ պետք է սխալ վարվեր»։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Ռուսաստանը այսպես միանշանակ ընդունելու է դատարանի պահանջները, ինչ ուժ է ունենալու դատարանի որոշումը, Արա Խզմալյանն ասաց. «Հենց դա նկատի ունեմ, երբ խոսում եմ դատարանի հեղինակազրկման մասին։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը Հաագայի դատարանի պահանջը չի կատարում։ Որոշումը կա, բայց ռազմական գործողությունները շարունակվում են։ Բնականաբար ինչ-որ պահի ռազմական գործողությունները կդադարեն, բայց ակնհայտ է, որ որոշումն արդեն իսկ կատարված չէ և շարունակում
որոշակում է չկատարվել։ Իհարկե, այստեղ առաջնայինը ոչ թե Ռուսաստանի վարքագիծն է, այլ այն, որ որոշումն ինքնին խնդրահարույց է։ Նա նաև հավելեց, որ սա այն դեպքը չէ, որ կարիք կա Հայաստանի կողմից որևէ դիրքորոշում հայտնելու։